Բարև ձեզ, մեր աղքատ, համեստ, փոքրիկ, ընդամենը 3 միլիոնանոց չինական քաղաքում նոր մոլ է բացվել։ Ու այսօր եկել ենք այցելենք ու ձեզ էլ ցույց տանք։ Սա է Joy City։ Մտնենք տեսնենք։ Իրականում մի բաժակ կա, որը ամենամեծն է, որի համար եկել ենք այստեղ, ասել ենք։ Դա շուտով դες կասեմ։ Մնացեք, ձեզ էլ հետաքրքիր կլինի իմ կարծիքով։ Շատ մեծ մոլ է, ես չէի պատկերացնում, որ այսքան մեծ կլինի։ Տակրել կա։ Են կիկիրի թակ, KKV են։ Ուլ ինչքան բարձրալ են այ։ Եսի միքսից ու վանդայից մեծ է պաստորեն։ Իմ կարծիքով սա ժամանակին եղել է, հետո փակվել է, հիմա նոր վերաբացվել է, ոչ թե նոր է բացվել, որտեղ շենքը նոր չի։ Ինքը ուղղակի վերաբացվել է։ Լավ է, մարդ շատ չկա, աշխատանքային օր է այսօր, գնացինք։ Սկսվում է հենց այս գարթեղենի խանութներն է։ Լավ սրանց համար առանձին տեսանյութ է պետք։ Այնտեղ տեխնիկա, մինիսո, միլակ մինիսովում Pop Mart, Honor, Oppo, Starbucks կա, սրանք զարդեղենի խանութներ են, բոլոր մոլերում կան Չինաստանում։ Xiaomi, այստեղ Apple-ն է, iPhone-ներն է, այստեղ Samsung-ն է, այստեղ է Starbucks-ն է։ Samsung գները ձեզ երևի հետաքրքիր կլինի։ Galaxy 26-ը։ Հե ես ասել էի, չէ՞, դու էի տվել։ Նիհա, դե ուլտրա 多少钱？这个的话，256内存的现在是8900 8900。8900多少G？ 256。256啊。ET ET 的话是11900。11900 մի տերաբայթը 11900 իսկ这个256 256 գիգաբայթը ուլտրայի մասին է խոսքը 256 գիգաբայթը 8900 յուան էլի անպայման ստե միտեղ յուանի համարժեք կդրեմ դոլարին թե դրամին արդեն ազատ հասանելի լաբուգուներ կան ժողովուրդ ինչը ընդհանրապես մի քանի ամիս առաջ անհավանական բան էր քանի որ չէր ճարվում հենց դուրս էր գալի մարդիկ այդում հերթ էին կայնում մի օր երկու օր առաջ ու լրիվ տանում էին հնարավոր չէր ընդհանրապես լաբուգու ճարել հիմա ազատ պատկերացնում ես հա ասում եմ 2-3 ամիս առաջ սենց բան հնարավոր չէր հիմա արդեն ոչ ոքին էլ պետք չի տենց հա էլի գալիս ու մարում է Pizza Hut կա Huawei-նա, այստեղ Haiti, K-երեն, մեծ Huawei խանութն է, եթե իմ ալիքին հետևում եք այս ամեն ինչը շատ կա, դրա համար չենք կանգնի դրա վրա, մենք այդում ենք մեր գլխավոր նպատակակետը գտնենք, հիշում եք, զուգարան չէ, զուգարանը պետքական բան է, բայց ինչի համար ենք այստեղ եկել, Dumplings-ի, գիտեք ինչ է, նորից, եթե իմ ալիքին շուտվանից հետևում եք տեսած կլնեք, շատ ենք այցելել, բայց մեր քաղաքում չկար, դրա համար եկել ենք, մեր քաղաքում մեկ շաբաթ առաջ ընդամենը բացվել, գնում ենք տեսնել, ես որ հասնենք տեղ գտնենք, ես դες կպատմեմ դրա պատմությունը, դուք հաստատ ծանոթ եք, չնայած հիմա տեղը չեք բերում։ Միլան ասում է նկարի Հա, բայց ես չգիտեմ Հա, բայց ես չգիտեմ 50G, John Nicky, Son Ասա, հետո Եվ ինչ է քեզ ավելացնում այդ գիտելիքը Լավ, ես իմ թեման չի ժողովուրդ, ես էսի չեմ նկար Եթե ցանկություն կա, ասեք կգամ Ուրիշ ինչ կա երկրորդ հարկում Ոչ մի ինձ հայտնի բրենդ չտեսա, բացի Sanfu Չինական հագուստ եւ ամեն ինչ, խաղալիքից բռնած հագուստով, մանր-մունր ամեն ինչ ունեն Sanfu-ները, լավ խանութ է, խորհուրդ եմ տալիս, բայց մեզ այսօր ընդհանրապես առևտուր պետք չէր, մենք եկել ենք մեր փորի համար, մեր սիրելի պելմենները ուտենք, հավանաբար վերջի հարկում կլինի, միշտ food court-երը լինում են նախավերջի եւ վերջի հարկերում KTV-ին գիտեք, չէ՞ ինչ է։
KTV-ն կարաոկեներն են, այստեղ կոչվում են KTV։ Շատ հայտնի ժամանցի կետեր են, որտեղ բոլորը KTV են հաճախում։ Գնացինք երրորդ հարկ, բայց զգացի քանի հատ էսկալատոր կար։ Ամեն քայլափոխին սենց էսկալատորներ են։ Այսօր տոներ էր իդեպ ժող էս քանի օրը։ 3 օր տոներ, տոն որն է, տոն են ասում, բայց բան է, էլի մեռելոցի նման բան է, այդում գերեզմանները ավլելու օր էր, տենց է կոնկրետ կոչվում։ Ու այսօր առաջի աշխատանքային օրն է։ Հա դուք մեծ եք, ինչ կենթանին է։ Բավականին թանկ է։ Կահույք, մանկական խաղասրահ, այն վերևից կարակիչն եք անցքերով։ Եկեք հələ լավ, եկեք այս մեկը նայենք։ Զոոանկյունն է, էլի, այս բաստե մուտքը որտեղ է։ Ստեղ է, հեսա ձեռներդ պետք է դեզինֆեկցիա անես, մտնես։ Հենա գումարը, գները նայ։ 58, բախի է այստեղ 68, ստե 58, ստե 88։ Մենք դեռ երրորդ հարկում ենք։ Գնում ենք այն կողմ։ Այստեղ արդեն սպորտային հագուստներն են։ Էս ինչ է, Adidas։ Այն կողմը Nike կա, Li-Ning, չինական հայտնի բրենդն է, Li-Ning-ը։ Camel նույնպես կարծեմ չինական է։ Skechers, Kappa։ Իսկ ինչ բացահայտում է ժողովուրդ։ Ապրի Թամար, էլի Թամարն է գտե։ Թամարը, ես պետքա քեզի գործի ընդունեմ։ Դու պետք է մեր սոցցանցերի admin-ը լնես, սոց admin։ Ռոբը մնաց մենակ անգործ։ Սա է ասում, չինական հայտնի բրենդ է, երևի ամենաթանկանոց չինական բրենդն է։ Ստերի խաղա հրապարակները ուրիշ են, էլի մեծությունը։ Բայց ման չկա, այս տերասկը ձգի երկար։ Եկանք 4-րդ հարկ և հսկայական մարզասրահ։ Այս կարգի մարզասրահ էլ է։ Տենասկ բանկ ունենա, լողավազան։ Համ են կողմն է, համ սենց։ Ես են մեր Սուժոյի մարզասրահի չապա, թանք։ Հա, հերու է, չէ, շատ հերու։ Իդեպ շատ հերու էր, հա, ահագին եկանք։ 25, քանից տվեցի, 27 յուան։ Մեքենային, տաքսին։ Ստեղ էժան է տաքսին, էլի, տենց ձեզ կարող է քիչ թվա, 27 յուանյա, անոմա 1300 դրամ, մոտարապես եմ ասում։ 1300 դրամ, դա ահագին տարածք է ծածկում։ Երևանի նման չի, Զեյթունից կենտրոն իջնես 1000 դրամ, 1500 դրամ էր ինչ եմ նստում։ Հիմա գներին ծանոթ չեմ, 3 տարի չեմ եղել Երևան ժող, բայց շատ թանկ էր, իսկ ստե բավականին մաչելի է համեմատված Երևանի հետ։ Նորից էլի սպորտային, բայց ոնց որ մանկական սպորտայիններն են։ Եկանք այս մի հակառակ կողմը, ստեղ նույնպես խաղասրահներ, մանկական խաղալիքների խանութ, ինչ հետաքրքիր տելեսկոպ, ինչ ասես կա, լարի ռոբ։ Ստեղ երևի կարան խաղան, ներկեն, այստեղ էլի խաղասրահ է։ Սուպերմարկետ է, էլի կարան գաս, մտնես, հավաքես, այս ինչա մեքենա ստեղ քշես, նկարվելու բանա, դպրոց է, հա երևի։ Շուեսյա։ Իպր հասկացա, էլի։ Ռոբ քշես, ախպեր։ Սուժոյում գլխարկը ուզում էին դնեին գլխին ամբողջ մարմնով մտավ մեջ։ Ենքան փոքր էր, թե կապին կա մեքենա քշել։ Քշես Ռոբ։ Բարձրանում ենք 5-րդ հարկ։ Ոնց որ 6 հարկ է, չէ՞։ Մյուսը արդեն կինոթատրոնն է, այստեղ արդեն սկսվում է ֆուդ կորտը, ռեստորաններն են։ 7 հարկ է։ 5-ում ենք ուտելու, 6-ում է ուտելու։ Այնու հանդե քնածում է նայ, աղթա քնածում է գնացինք, լավ։ 3 տարի առաջ որ նոր եկա այս քաղաք, այն ժամանակ այն մեր հաճախող որտեղ որ միշտ դեթում ենք միքսին ու բանդան, այս դատարկ տեսքում էին։ Հիմա այնտեղ որ գնում ենք, այնտեղ արդեն շատ են լցված։ Էս էլ նոր է բացվել։ Նոր որ բացվում է մի հիմնարկ, ռեստորան կամ խանութ, այսինքն ծորենի պսակներ են բերում դնում, մեկ էլ ծաղիկների պսակներ են դնում։ Երևի դպրոց է, հա, education, հա, այսա։ Lego education։ Բասկետբոլ, հա, բասկետբոլի դպրոց է, այն վերևը այդ մալն է, շիկա թողա։ Բասկետբոլի դպրոց էր, գնացինք այն մյուս կողմ։
Անշնորհ տատիկ էր էլի։ Կան ըստեղ ժողովուրդ անշնորհ տատիկ ու պապիկներ։ Նես չի որ բոլորն են, սա արտասահմանցիները միշտ որ բողոքում են, ասեն թքում են եւ այլն։ Տարիքով մարդիկ են։ Նայած կան էլի ինչ որ պատահում են։ Շատ է, բայց ժայլները տենց բաներ չեն անում։ Մանավանդ ասենք այն մեծ քաղաքները, այն մեր նախորդ քաղաքում որ ապրում ենք, տենց բան շատ քիչ էր։ Բայց ստե շատ են, էսի հյուսիսն է։ Sichuan Fish Restaurant։ Ձկան ռեստորանն է, գեղեցիկ է, սիրուն է։ Բայց ձուկ չենք ուզում։ Ստեղ էլ բան կա, ռեստորան կա։ Էս գեղեցիկ է։ Չիսոֆն, էս ինչ է, չիսոֆն է։ Գնանք մենք էլ ստորագրենք։ Գրիչ ունես մի։ Ստեղ էլ արիններ ալիք է գրել, բայց են հին ալիքի սանունն էի գրելու, հա։ Մենք է մեր նոր ալիքը։ Իդեպ ժողովուրդ, եթե նկատել եք, այդ շորցեր չենք այս հիմնական YouTube ալիքում, քանի որ նոր ալիք ունեմ շորցերի։ Արին գրեմ նկարի, լավ նկարի, որ լավ երևա։ Ուրեմն let's discover shorts. Let's discover shorts. Ժողջանի դեպ այդ նոր ալիքսա, անցեք, հղումը նկարագրության մեջ կդնեմ, բայց անվանումն էլ նոր տեսակ գրեցի։ Անցեք գրանցվեք, օգնած կլինեք, էլի դեռ շարժ չկա ալիքում, բայց արդեն մի քանի հատ շորց եմ գցե։ Այնտեղ որ շարժը ավելանա, լավ շորցեր հեսա նկարեմ բանանեմ, այնտեղ անպայման կավելացնեմ, այնպես որ եթե ինձ հետ եք շուտ վանից, խնդրում եմ այդ երկրորդ ալիքն էլ անպայման անցեք գրանցվեք, հետևեք։ Ռոբ, դու ինչ ես անում։ Այս էլ Ռոբի ալիքի անունն է իդեպ։ Բա, մեր ախպերը ինքը իր ալիքն էլ ունի։ Ռոբ բրո, գնացինք Ռոբ բրո։ Իրան է կնշեմ ամեն դեպքում։ Բարձրացանք 6։ Պինգ-փոնգ ա, ոչ թե պինգ-փոնգ։ Սեղանի թենիս։ Դպրոց է էլի, սեղանի թենիսի դպրոց է։ Տեսնենք 6-րդ հարկում ինչ կա։ Մենք դեռ մեր սիրած ռեստորանը չենք գտե։ Այն կողմն էլ ռեստորան էր, այս կողմը չգիտեմ, այս ինչ է։ Այս բան է, այն 3D խաղերից է։ Այստեղ ինչ է, այստեղ ինչ որ 3D սրահ է, հա։ Հա, այն որ մտնում քայլում ես, է։ Որո մտնենք ստե։ Չոնչինում չէր թամ։ Չէ, Չոնչինում չէ, Շանխայում էր։ Այն կողմն էլ հենա կինոթատրոնն է։ Ստե էլի ինչ որ խորտկանոց է։ Մենք չգտանք մեր դամպլինգսին։ Չէ, ժող, այս 6-րդ հարկն է, ստե հիմնականը կինոթատրոնն է, ստե ինչ որ խաղա հրապարակներ են տարբեր։ Սա կինոթատրոնն է։ Այստեղ բուրգերներ են, բայց մենք պետք է իջնենք դամպլինգսին գտնենք, լավ ժողովուրդ, ստե մի հատ մոնտաժ եմ անում, մոնտաժ ենք անում, հայտնվում ենք մինուս առաջի հարկում, այսինքն նկուղային հարկն է, առաջի նկուղային հարկն է։ Նոր ընդեղ վերևը հարցրեցինք, ասեցին այս հարկում է այդ մեր ուզած ռեստորանը, այստեղ էլ է փաստորեն food court, ստե լավ տեսականի է, լարի, եսի մի անգամ որ գնացինք, է դրանից է, հա, տեսքն էլ է, նայ, կառուցվածքը։ Որ քաղաքում էր, ես էլ եմ արդեն սա խառն է իրար։ Տեսանյութերը պտի նայենք, ըս չինական բուրգերներն են, այս սրանք են։ Հաճելի բան է, եթե Չինաստանում լինեք, փորձեք։ Էսի նոր են բացվել, երևի կանգնած սպասում են։ Մեր ուզածը չի, բայց ամեն դեպքում լաքին կոֆե կա, համար։ Կարող ես հայա։ Ստել են դամպլինգներ, պելմեններ։ Իդեպ ճանաչում եք են, ոնց էր աննը, են ուկրայնացը, խնդալու որ կար Զուբրևի տեսանյութերում շատ կա ինքը արտասահմանցիների մեջ այդ ռուսախոս արտասահմանցիների շրջանում այդ ռեստորանը հայտնի սարքեց իր տեսանյութերով ու իրոք ժողովուրդ մենք միջև գտար ու հենա լավ մոտենում ենք Միջև իրա հայտնի սարքելը մենք այդ ռեստորանին արդեն ծանոթ էինք ու մենք էլ էինք շատ սիրում բայց ցավոք ես մեր նոր քաղաքում այդ ռեստորանից չկա
երբ որ ճամփորդում էինք, եթում էինք այլ քաղաքներ, անպայման այցելում էինք, էլի պարտադիր մեկ անգամ, երկու անգամ գնում էինք միշտ։ Հեսա ժողովուրդ, դամպլինգսի։ Եթե իմ տեսանյութերին ծանոթ եք, հաստատ այս ռեստորանին էլ եք լավ ծանոթ, այս լոգոն լավ հիշեք։ Շատ լավ պելմեններ են տալի։ Յոմեյո, սուեյտը։ Ինչ մարդա շատ է։ Իսկ այստեղ կարող ենք ընտրել սոուսները։ Ո՞րն է սոուսը։ Սրտով, կծու, սոյա։ Այս հիշի պապայինն է, այս կողմը, որ կացը։ Մենք մտանք ընդամենը մի սեղան էր ազատ, եկանք շուտ նստեցինք, ռեստորանի դիմացը արդեն հերթ է գոյացել։ Բայց վատերներ կոլա բան չունեին, միշտ իրանց մոտ լինում է սառնարաններում դրած, կարաս հենց կոնկրետ սառնարանից ես գնում, էլի ոչ թե։ Օ, ես ինչ բերեցիր կամա։ Ես կծու, թթու։ Զոմի է։ Սիդե։ Կծու, թթու, այս շատ համեղ բան է։ Ես էլ առաքություն էխուր է, հատուկ իրան ձևով սարկած, շատ համեղ սալատ է։ Ոչ մեկ չի սիրում, ես եմ ուտում մենակ։ Հա? Մայսի։ Վերշա։ Ատի կրակ են արիք։ Երրմա։ Ես ինչ-որ մսային գնդեր էին, պելմենները դեր չեն բեր, ասում ենք։ Ժող, ես եմ պելմենները, շատ համող պելմեններ են։ Ձեզ ասեմ, այստեղ սոս ցանցերում կամարներ տեսեք, տեսան ուտը մեր քաղաքի ժողովուրդը տեղացիները էլի, չինացիները բողոքում էին, ասում էին թանկ կա, բայց համեմատած այլ ռեստորանների հետ մաչելի գներ են, էլի թանկ չէ։ Գինը ձեզ ասեմ, այս պելմենները մոտավորապես 20 քանից տվեցի, 22 յուան էր կարծեմ, մեկը 22, մեկը 21 կարծեմ։ 20-ից մինչև 28 յուան է, 30 կարծեմ ամենաթանկը, նայած մսի տեսակից։ ԱՄՆ-ում կա, այս նույն ռեստորանից ԱՄՆ-ում էլ կա։ Ու Թամարը էլի մեր սոս ցանցերի գլխավորը։ Ինքը տեսել էր ԱՄՆ-ի սի ռեստորանի գները, այնտեղ մի սենց ապսել 15 պելմենով, $12 էր կարծեմ ասած։ $12-ը դե այստեղի գումարով անում է համարյա 100 յուան։ Իսկ այստեղ պատկերացրեք 20 յուան։ Գնացի մի հատ դեգուստանեմ մի կանջը տեսեմ, 10 մի հատ ուտեմ էլ ես գեղեցկությունը։ Տակ տակ, չէ։ Ոչինչ, ես մի հատ ծակում եմ այսենց, ձևը սովորացել, մի հատ սենց թաթախում եմ մեջը, որ սոտը վեկալ է, ես հա։ Եվ գնաց։ Շատ համով է։ Եթե գալիս եք, չգիտեմ, շատ եք գնում Գուանջո եւ այլն, կամ եթե Չինաստանում եք բնակվում ու այս պելմենոցի ծանոթ չեք, շատ բան ունեք բացահայտելու սաղմուկը որ կա ռեստորանում, նրա հետ կապված շատ հետաքրքիր բան կա, նոր որ գալիս ես, արտասահմանցիները միշտ որ գալիս են Չինաստան, լրիվ աբսուրդ է թվում, շոկի մեջ են եկել, պատկերացրեք գրասենյակում նստած աշխատում եք, փոքր գրասենյակա չինացի աշխատակիցների հետ նստած եք օֆիսում ու մարդիկ թե հեռախոս են միացնում, թե բարձր ինչ-որ բան են ուտում ճպճպացնելու, թե այդ ամեն ինչը մեր համար սովորտի խորք է, բայց իրանց մոտ մշակույթի մի մասնիկ է, քանի որ իրանց մշակույթում կա, որ եթե այսպես մարդիկ իրար հետ ինչ-որ մի տարածության մեջ նստած են հավաքված, լռությունը շատ վաղ է։ Մենք ոնց ենք աղմուկը վատենք, իրանք լռությունն են վատենք։ Եթե լռություն է, ուրեմն ինչ-որ բան թե քո հանդեպ լավ չէ, թե դու ինչ-որ մեկի հանդեպ ինչ-որ մտադրություն ունես,
Ամեն դեպքում իրանց ուղի մեջ մտածա, որ լռությունը դա վատ նշան է։ Դրա համար անկախ իրենցից պատկերացրեք այդ ձևով մեծանան ու անկախ իրենցից սովորեն ինչ-որ աղմուկ անեն։ Ու այն պահը, որ լռությունը իրանք դրանից վատ է նշան, էլի։ Դրա համար դա նեղանալու բան չի, ուղղակի քանի որ դուք եք հյուր եկել եք իրանց երկիր, պետք է ինչ-որ տնտելանաք, սովորեք այդ ամեն ինչը։ Դրա համար ստեղես ավոր աղմուկն է։ Բայց դա ես տենց եմ սովորեցի, էլի չէ։ Ուղղակի զսկում եմ ինձ։ Ոչ միայն ռեստորանների հետ, ամեն տեղ։ Շատ ունիկալ բան ենք տեսել այս մոլում, հələ նայեք, էսկալատորն է։ Այս էլ էսկալատորի տակը մեխանիզմը երևում է։ Միշտ սա կյանքս մտածել եմ, երեխա ժամանակից մտածել եմ, տակը ինչ տեսք ունի։ Դե սա կյանքս նես չէր, որ անընդհատ էի մտածում։ Ուղղակի երբ որ էսկալատոր էի կանգնում, միշտ մտքովս անցնում էր, հետաքրքիր էր, ինչ տեսք ունի ներսում։ Էսա նայես աստիճանները։ Գնանք մի հատ էլ սուրճ ըմպենք, սուրճ, հենց սուրճ ասեցի։ Սա այսօր այսօր սա չենք խմի։ Մեր սիրելի սուրճն է չինական սրճարանը։ Ոնց կլինի քաֆի շոփ հայերեն, որտեվ սրճարան չի սազում։ Չէ, սրճարանը չի սազում, որտեվ սրճարանը կաֆեն է։ Իսկ քաֆի շոփը դա նոր բառ է։ Ես հայերեն չգիտեմ ոնց ասենք։ Մի բառ պետք է օրինենք ասենք։ Սրճանոց ապրես, սրճանոց։ Սրճանոց։ Մի քիչ գեշ է անջում, բայց ամեն դեպքում միջև նոր մի բան մտածենք։ Այս սրճանոցը չենք մտնի այսօր, քանի որ ես որ էսպրեսո եմ ուզում, տաք եմ ուզում։ Ինչ եք նստել սպասում։ Պաղ, այս լանից ենք վերցնել։ Սեխ և չոկոլադ։ Սա շատ հայտնի ծնեմարն է, ամեն քայլափոխին Չինաստանում կա, բոլոր քաղաքներում։ Տեսեք անգամ ինչ ունեն։ Իրանց ծնեմարն է, սա իրանց լոգոն է, իրանց սիմվոլը։ Մեկ էլ Lacy chips-եր են։ Էսի բեք ալրով ամենարավն է սա ավտոն։ Պրուժինով են որ սենց շարժվում է։ Այն կարող ես տեսք։ Գեշը։ Այս կոմից հանը կարած։ Իմ դուրը չի գալի ճիշտ ասած, երեխեքին ա գալի։ Ես չեմ սիրում ստեյի համերը։ Ոչ իրանք սուրճ հա դուրս գալի, ոչ էլ պաղպաղակ է, բայց գտալ չկա, փորձեմ ասեմ, համողակ թե չէ։ Այդ նույն կաթի անհամ պաղպաղակն է իմ արել, հանրապես քաղցր չի։ Հատերն են սիրում, կոնկրետ ինձ դուրս չի գալի։ Դուք ուզում եք փորձեք տեսեք, եթե հարմար պահ լինի։ Դուրս չեք հավաքել։ Ընդհանրապես քաղցր։ Այսքանով երևի ավարտենք։ Մեր համար իհարկե շուտ հեռա, բայց մեր համար արդեն 3 ժամ է անցել, ինչ մտել ենք։ Տեսնենք այստեղ եթե էսպրեսո լինի Starbucks-ում կխմենք, եթե չէ կգնանք տանը խմենք։ Ձեզ լավ օր եմ մաղթում։ Եթե ձեզ Չինաստանի թեման հետաքրքրում է, անպայման հետևեք ալիքին։ Տեսանյութին եթե միջև էս պահը նայում եք, մի մոռացեք լայքեք, ժողովուրդ ջան, ալիքին ահագին օգնած կլինեք։ Ու մեկը կարող եք այս երկու տեսանյութերից մեկը նայել հիմա, հետո մյուսը։ Լավ օր, լավ մնաք։